Շարքեցեք դրանք մինչև որքան։ Ղուկասի ավետարան 19-րդ գլուխ 13 թիվ։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, մոտեցել ենք տարեվերջին։ Ամոնորի ու Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ հիսնակաց 5-րդ կիրակի օրը լսում ենք ծառաներին վստահված գումարի առակը։ Կարծնեք ինչ կապ ունի այդ առակը մեր գալիք տոներին։ Տարեվերջին ժամանակը բավականին արագ է անցնում։ Միշտ այնքան անելիքներ կան, այնքան բան, որ պետք է հասցնենք մինչև Ամանոր եւ Սուրբ Ծնունդ, իսկ ժամանակ ընդհանրապես չկա։ Եվ եթե մենք մեր այդ առօրյա վազքի մեջ ժամանակ ենք գտնում, մի պահ կանգ առնում եւ խորշունչ քաշում, հաճախ ետ ենք նայում անցած տարվան եւ մեզ հարցեր տալիս. ինչպիսին էր տարին, ինչ նվաճումներ ունեցանք, ինչին հասանք, ինչ կուզենք դեռ գալիք տարում ավելի լավ անել։ Պատասխանները շատ տարբեր են լինում։ Իսկ ինչ է մեզ միացնում, միավորում այդ ամենում։ Երևի թե այն, որ բոլորս ունեցանք եւս մեկ տարի ավելի կյանքի փորձառություն։ Մեր ետևում թողեցինք եւս մեկ տարի, բայց նաեւ մեկ տարի ավելի քիչ ժամանակ ունենք մեր առջևում։ Ժամանակը, որն այդքան անխնա սպառվում է, նաեւ մեր կյանքի ժամանակն է։ Այս գիտակցելը շատերի համար կարող է տխրության պատճառ լինել, սակայն ոչ քրիստոնյայի համար, որը գիտի, որ Աստված մարդ արարածին ստեղծել է հավիտենականության համար։ Այսպիսով մեզ համար ժամանակը ճանապարհ է դեպի հավերժություն, դեպի հավիտենականություն։ Մեր կյանքի ոչ մի ժամ, ոչ մի օր, ոչ մի տարի, ոչ մի տեղ չի կորչում։ Սակայն մենք պետք է օգտագործենք ներկայիս անցողիկ ժամանակը ու այդ ընթացքում քար առ քար կառուցենք մեր բնակարանները հավիտենականության մեջ, հավերժության արքայություն։ Դրա համար պետք է իրապես օգտագործենք Աստծուց մեզ վստահված կյանքի յուրաքանչյուր ժամը, քանի որ այնպես, ինչպես թագավորն է կանչում իր ծառաներին եւ հաշվետվություն հարցնում նրանից, Աստված էլ մեզանից հաշվետվություն է հարցնելու մեր ապրած կյանքի համար։ Ինչպես օգտագործեցինք մեր կյանքը, մեզ վստահված կյանքը, ինչպես ենք վարվել կյանքի հետ, ինչպես եւ ինչի համար ենք այն օգտագործել։ Ուստի հրավիրում եմ ձեզ բոլորիդ օգտագործել ժամանակը այս աշխարհում բարիք գործելու համար։ Այնքան բան կարող ենք փոխել միայն մեկ աղոթքով, մի ժպիտով, մի բարի խոսքով։ Մեզ վստահված կյանքը եկեք գործածենք բարու համար եւ լսենք Տիրոջ խոսքը, որ ասում է մեզ. «Գանձեր դիզեցեք ձեզ համար երկնքում, որտեղ ոչ ցեց եւ ոչ ժամք չեն ոչնչացնի դրանք, որովհետեւ ինչ օգուտ մեզ, եթե շահենք ամբողջ աշխարհը, բայց մեր անձը կործանենք»։ Լիովին գիտակցելով, որ մենք պատասխանատու ենք այն ամենի համար, ինչ անում ենք մեր կյանքում կամ չենք անում, եկեք օգտագործենք մեր կյանքին ժամանակը, որ Տիրոջ կողմից հարյուրապատիկ պարգևատրվենք, թե այստեղ եւ թե հավիտենականության մեջ։